Մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը իրավունք էր տրված բոլոր այն օտարերկրացիներին, ովքեր ունեին բնակվելու իրավունք եւ կացության կարգավիճակ, այսինքն ՌՎՊ եւ Վիդնաժիցեստվա, եւ նաեւ երկքաղաքացի էին հանդիսանում, պարզեցված կարգով փոխեին իրենց ազգային կամ իրենց պետության երկքաղաքացիների դեպքում երկրորդ քաղաքացիության պետության վարորդական իրավունքները Ռուսաստանի Դաշնության վարորդական իրավունքներով առանց քննություն հանձնելու։ Ապրիլի 1-ից այլևս այդ կարգը չի գործելու եւ անկախ նրանից ունեն կացության կարգավիճակ, ունեն բնակության իրավունք, հանդիսանում են երկքաղաքացի, իրենք որպեսզի ձեռք բերեն Ռուսաստանի Դաշնության վարորդական իրավունք, պետք է քննություն հանձնեն։ Եվ այլևս որևէ մեկը առանց բացառության իր կարգավիճակի չի կարող վարորդ աշխատել, չունենալով Ռուսաստանի Դաշնության վարորդական իրավունք։ Դա տուգանքի ենթակա է, դա խախտում է համարվում եւ երկու անգամ եթե անձին ուղղակի ոստիկանները տուգանեն հենց այս խախտման համար, սա հիմք է լինելու, որ մուտքի արգելք կստանա անձը։